Համադպրոցական կրթական Օսկարը կորիզը անցկացվում է 5-րդ տարին անընդմեջ։ Ի տարբերություն նախորդ տարիների, կորիզը ընդլայնել է գործունեության շառավիղը, մրցույթում ընդգրկելով շուրջ 60,000 մասնակցի։ Կրթական ամբողջ նախաձեռնությունը հետապնդում է երկու նպատակ՝ առաջին հերթին մեծարել ուսուցչին, որպեսզի վերջինս իրեն գնահատված զգա, ասում է կորիզ կրթական ծրագրի ղեկավարը։ Մեզ հաջողվեց թակել յուրաքանչյուր դուռ 10 մարզերից 1184 դպրոցներից, որպեսզի աշակերտները կարողանան իրենց ուժերը փորձել եւ ամենից կարեւորը հավատան սեփական ուժերին եւ հավատան, որ կրթությունը կորիզն է երկրի։ Կորիզը նախատեսված է 3-ից 12-րդ դասարանի աշակերտների համար, անկախ դպրոցում ունեցած առաջադիմությունից։ Մրցույթի ընթացքում յուրաքանչյուր աշակերտ հնարավորություն է ստանում հատուկ հարցաշարերի միջոցով ստուգել ուսումնական տարում ձեռք բերված գիտելիքը։ Իսկ մինչ այդ մասնակիցները պատրաստվում են մրցույթին կորիզ բջջային հավելվածի օգնությամբ, որն ունի 100,000-ից ավելի օգտատեր։ Մրցույթը անցկացվում է օնլայն տարբերակով։ Հարցաշարում ընդգրկված են հարցեր դպրոցական գրեթե բոլոր առարկաներից, թոփ տասնյակը որոշվում է բոլոր դասարաններից, որոնցից էլ ընտրվում են հաղթողները։ Առաջին «Իմ ընկեր Ալեն» ընթերցանության մրցույթին մասնակցել է շուրջ 10,000 աշակերտ։ Մրցույթի ընթացքում ընթերցվել է 4-ից 5 գիրք։ Այն դարձել է ոչ միայն գրքի, այլև գրքի վաճառքի տոն։ Միքայել Առզնեկի հպարտությամբ է իր ձեռքում պահում Արցախի հերոս Ալեն Մարգարյանի անունը կրող մրցանակը։ Կարևոր է այն, որ բացի Երևանից նաև տարբեր մարզերում այն գործում է այս ծրագիրը, քանի որ բոլորն էլ ինձ թվում է կուզենան այսպիսով սովորեն։ Եվ սա շատ գիտելիք տվող միջոցառում է։ Երկրորդ մրցույթը կորիզ Self-Izmat մաթեմատիկական մրցույթն էր, որին մասնակցել է շուրջ 13,000 աշակերտ։ Մրցույթի նպատակը աշակերտներին ցույց տալն է, որ մաթեմատիկան յուրաքանչյուր գիտության սկիզբն է ու մեր կյանքի ամենօրյա բաղադրիչը։ Մաթեմատիկան շատ կարևոր առարկա է եւ նրա նկատմամբ սերտավորելը մեծ դեր է խաղում։ Երրորդ մրցույթը, որից էլ սկիզբ է առել ամեն ինչ, դա կորիզ առարկայական մրցույթն է, որին մասնակցել է 60,000 աշակերտ։ Մրցույթի նպատակը աշակերտներին ցույց տալն է, որ իրենք կորիզի ուշադրության կենտրոնում են եւ կրթությունն է, որ նրանց օգնելու է հասնել հաջողության։ Այս ընդհանուր վարակը, լավ վարակը ամբողջ Հայաստանով կարծում եմ շատ մեծ գնահատանքի արժանի է եւ մեր երեխաները իրոք ոգևորված են։ Կորիզ 2025 կրթական մրցանակաբաշխությանը ներկա էին 2000-ից ավելի մասնակիցներ, տնօրեններ, ուսուցիչներ, ծնողներ, կրթական դեսպաններ։ Ինչպես Երևանից, այնպես էլ տարբեր մարզերից եկած աշակերտներն ու նրանց ուսուցիչները ստացան ինչպես դրամական, այնպես էլ խրախուսական մրցանակներ, նոթբուքեր, պլանշետներ, բջջային հեռախոսներ։ Կորիզն ի վերջո ուսուցչի տոնի առթիվ կրկին նրանց մեծարելու, աշակերտներին էլ խրախուսելու մեծ ու կարևոր հարթակ է։ Քնարիկ Պետրոսյան, Վահրամ Ավոյան, ժամը լրատվական։